Ողջույն երեխեք ջան, այսօր մենք մեր դասը ամփոփիչ դաս է, որը վերաբերում է էներգիայի թեմայի ամփոփմանը եւ գործնական աշխատանք բնագիտությունից թեմա էներգիա։ Եվ մեր նպատակն է սովորել եւ հասկանալ էներգիայի բնույթը, նրա տեսակները, պահպանման եւ փոխակերպման օրենքները եւ էներգիայի կիրառությունը առօրյա կյանքում։ Իսկ որպես վերջնարդյուն մենք պետք է կարողանանք բացատրել էներգիայի տեսակները, ինչ էներգիայի տեսակների հանդիպում բնության մեջ, էներգիայի ինչ աղբյուրներ կան, աղբյուրները լինում են վերականգնվող եւ չվերականգնվող, եւ մենք պետք է խոսենք նաեւ վերականգնվող եւ չվերականգնվող աղբյուրների մասին։ Եվ որպես վերջնարդյուն մեր աշակերտները պատրաստել են խաղ Մարիաննա ջան որ ծրագրով Educa-Play ծրագրով խաղ եւ վերջում դասարանի մյուս անդամները, ովքեր որ չեն ներկայացնի այս թեման, խաղի միջոցով նրանք են կմասնակցեն մեր այսօրվա դասի ամփոփմանը։ Հիմա մեր աշակերտները ամփոփ ձևով կներկայացնեն էներգիա թեման, թե ինչ է էներգիան, իրենից ներկայացնում։ Էներգիան դա մի գոյություն ունի բնության մեջ էներգիա, որը ցույց է տալի, թե աշխատանքի կատարման կարողությունը ու ունակությունը։ Էներգիան ոչ մի տեղից չի առաջանում եւ ոչ միտեղ չի հետևում, այլ ուղղակիվում է մի ձևից մյուսի, ըստ պահպանման օրենքի եւ հիմա այն ունի մի քանի տեսակներ, որոնք որ հիմա կներկայացնենք։ Կխոսենք էներգիայի տարբեր տեսակների մասին։ Ջերմային էներգիա, ջերմային էներգիան նյութի մոլեկուլների քարոզային շարժման արդյունք է, երբ մարմինը տաքանում է, նրա մոլեկուլները ավելի արագ են շարժում, ինչը մեծացնում է նրա շարժումը։ Ջերմային էներգիայի լավ օրինակ է, օրինակ արևից է, որ էներգիա ենք ստանում եւ այդ արևից էներգիան մենք ստանում ենք արևային պանելների միջոցներով, որոնք հիմա շատ արդյունավետ են, շատ էներգիա են մեզ տալի արևից եւ էկոլոգիապես ավելի մաքուր են բնության համար։ Այո, արդեն։ Էներգիայի տեսակները լինում են մեխանիկական, էլեկտրամագնիսական, քիմիական, ջերմային եւ ֆիզիկական։ Այո։ Մեխանիկական էներգիա։ Մեխանիկական էներգիան այն էներգիան է, որը մարմին շարժման կամ դիրքի պատճառով այն պահպանվում նորությունը, եթե արտաքին իջները էներգիայի կորուստ չեն առաջացնում։ Մարուսի, որ մարմիններն են օժտված կինետիկ էներգիայով։ Շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ։ Այո, այսինքն բոլոր շարժող մարմինները օժտված են կինետիկ էներգիայով, իսկ բոլոր փոխազդող մարմինները պոտենցիալ էներգիա։ Այո, հիմա այստեղ ցուցադրված են օրինակներ, այստեղ կինետիկ էներգիայով է։ Այո, իսկ կարող է նաև էներգիան փոխակերպվել, չէ՞։ Կարող է շարժումով պայմանավորված կինետիկ էներգիա ստանալ, օրինակ էլեկտրական էներգիա, չէ՞։ Լավ։ Կարող է դրա մասին խոսել։ Այստեղ պոտենցիալ էներգիայով է, այստեղ կինետիկ։ Եվ տեղի ունենում ինչ։ Փոխակերպում, այսինքն մի տեսակից փոխակերպում է պոտենցիալ էներգիա եւ հակառակ։ Այո։ Քիմիական էներգիա կապված է ատոմների եւ մոլեկուլների միջեւ գտնվող կապերի հետ, այս էներգիան օգտագործվում է այս էներգիան օգտագործվում է նոր նյութերի սինթեզի համար, չէ՞։ Այսինքն օրինակ, եթե մարդիկ զբաղվում են սպորտով, ինչ սնունդ պետք է օգտագործեն վիտամիններով հարուստ, վիտամինները արդեն մարդու օրգանիզմին տալիս են էներգիա, այո։ Ահա։
էլեկտրամագնիսական էներգիա, այս էներգիան կապված է էլեկտրամագնիսական ալիքների հետ, որոնք կարող են տարածվել վակուումում, այն ընդգրկում է լույսը, ռադիոալիքները, գամմա ճառագայթները եւ այլն։ Արեգակը օժտված է արևից եւ այլ աղբյուրներից էներգիա հավաքելու ունակությամբ։ Էլեկտրամագնիսական էներգիան հիմնականում արտահայտվում է ինտերնետային ցանցի կապի միջոցներով կամ տեխնիկական եւ այլ Սա որոշ սարքավորումների որոնք արտերկրում լայն կիրառություն ունեն։ Հիմա մենք մեր կյանքը կարող ենք պատկերացնել առանց ինտերնետի։ Առօրյա կյանքը Ինտերնետ կապը իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով տարբեր տեղերում, չէ՞։ Ինչպես նաև էլեկտրամագնիսական էներգիա կիրառող տեխնիկաները լայն կիրառություններ մեր կենցաղում։ Միջուկային էներգիան ստացվում է ատոմների, միջուկների բաժանման կամ միավորման ժամանակ եւ երկրի ներսում տեղի ունեցող ռադիոակտիվ տարրերի քայքայումը նպաստում է մագմայի շարժմանը։ Այո, այսինքն միջուկային էներգիան մենք հիմնականում օգտագործում ենք էլեկտրականություն ստանալու համար։ Մեր ատոմակայանը որպես վարելիք ինչ է օգտագործում, միջուկի տրոհում, չէ՞, բայց որ միջուկն է տրոհվում։ Այո, ուրանի միջուկից մենք ստանում ենք հսկայական էներգիա։ Այո։